փորձելու ենք հասկանալ ինչպես է աշխատում մեր բոլորի օրգանիզմը։ Երեխեք, ուրեմն մեր օրգանիզմում կան տարբեր օրգաններ, չէ՞, դուք ինքներդ ասացիք սիրտ, հոգեր։ Այդ բոլորը իրար շատ սիրելով, շատ սենց մեծ փոխհամագործակցությամբ են աշխատում ու դրա հաշվին մենք ապրում ենք։ Մեր օրգանիզմը եկեք պատկերացնենք մի հատ մեծ հեքիաթային թագավորություն, որտեղ կա թագավոր, որտեղ կան թագավորի սպասավորները, որտեղ կան նույնիսկ տրանսպորտային միջոցներ, որոնց միջոցով մեր օրգանիզմը ստանում է իր համար անհրաժեշտ նյութերը։ Հիմա տեսեք, ճանաչեցիք։ Սիրտիկի գլխին ինչ եք տեսնում։ Ինչու՞, ով կարող է ասել, ինչու՞։ Որտեղ ինքը թագավորն է, որտեղ եթե սիրտը կայնա մակկա, 2 րոպե կա։ Շատ այո, ճիշտ է։ Ինքը մեր օրգանիզմի արքան է, բայց հարցը է ձեզ ինչի, եթե սիրտը կանգնեց, մարդը կմահանա։ Որովհետև երեխեք մեր ծնված պահից ի վեր սիրտը աշխատում է, ու եթե դուք հիմա ձեր ձեռքերը դնեք ձեր սրտին, դուք դա կզգաք։ Տուկ, 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 չէ՞ խփում է ձեր սիրտիկը։ Ամեն այդ խփելու ժամանակ ձեր սիրտիկը մի բաժին արյուն է տանում բոլոր ձեր օրգաններին, որպեսզի բոլորն են ունենան այդ արյունից ու սնվեն։ Ու դրա միջոցով մենք բոլորս ապրում ենք եւ շնչում ենք։ Ու դրա համար մենք անընդհատ պիտի շնորհակալ լինենք այս սիրտիկին, որ ինքը մեր համար խփում է, որովհետեւ եթե ինքը չխփի, մեր բոլոր օրգանները սոված կմնան։ Դրա համար մենք իրեն համարում ենք մեր թագավորը նայենք։ Օրինակ, այստեղ դուք ինչ եք տեսնում, ըստ սա որ օրգանիզմի կարելի։ Այո, փերիներն են, չէ՞, փերիների ձեռքում ինչ եք տեսնում։ Դուք փուչիկները ինչի միջոցով եք փչում։ Օդի ապրեք, իսկ մեր օրգանիզմում օդը ապահովում է թոքերը։ Երբ որ երեխեք դուք շնչում եք, եկեք միասին փորձենք, ներշնչեք միասին։ Այդ ժամանակ դուք ձեր թոքերը փուչիկի նման ներսում լայնանում են ու լցվում են օդով։ Հետո դուք հենց արտաշնչում եք, օդը դուրս է գալիս եւ թոքերը փուչիկի նման նեղանում, այսինքն ձեր ներսում կա մի օրգան, որ աշխատում է փուչիկի պես։ Ինչ է թթվածին, ով գիտի։ Թթվածի շնչում։ Ապրեք, երբ որ մենք շնչում ենք, մեր թոքերի միջոցով թթվածին ենք ստանում, դա մեր կյանքի կարևոր տարրն է։ Առանց թթվածին մենք չենք կարող շնչել։ Հաջորդը, այստեղ ինչ եք տեսնում, երեխեք։ Զինվորներն ու ոսկորները, բա ինչի եմ ես զինվորներին ու ոսկորներին միասին դրել, կասեք։ Դու ոսկորների մենք չենք կարող քայլել։ Ապրես, շատ ճիշտ ես։ Կաթի մեջ, կաթնամթերքի մեջ կա շատ կալցիում, իսկ կալցիումով մենք ամրացնում ենք մեր զինվորներին, բայց զինվորները չեն կարող լավ աշխատել, ճիշտ աշխատել, եթե չլիներին, օրինակ ինչի եք նմանացնում։ Այո, մեր օրգանիզմում մեր միս կա, մկանները, առանց մկանների ոսկորները չեն կարող աշխատել։ Եկեք փորձենք, բոլորդ եթե պարզեք ձեր ձեռքերը, ու հիմա հենց ծարեք, զգում եք, չէ՞ ձեր շարժումները, իրականում այս շարժումները ապահովողը ոչ թե ոսկորներն են, այլ իրենք մկանները, ոսկորները ուղղակի ենթարկվում են մկաններին, այստեղ ինչ եք տեսնում, ապրեք, իսկ աչքի մասին ինչ կարող եք պատմել, շատ զարմանալի օրգան է, օրինակ աչքի միջոցով մենք ինչ ենք ընկալում, ապրեք, ու նրանք հետազոտող լինում են մեր հետազոտող ճամփորդները։ Ապրես, շատ ճիշտ է։ Սա տեսախցիկներ են, չէ՞, մաքրում, որ ինքը մաքուր լինի։ Հիմա աչքերը անընդհատ թարթում ենք, որպեսզի մեր արցունքներով անընդհատ մեր աչքը ցողենք եւ մեր աչքերը մաքուր լինեն ու մենք կարողանանք շատ ավելի լավ տեսնել, չէ՞։ Աչքերը շատ զարմանալի օրգաններ են, իրենք լույսը ընդունում են, երեխեք, բեկում են ապակու միջոցով եւ բաժանում են 7 տարբեր սպեկտրների, ու դրա միջոցով մենք գույներն ենք տեսնում։ Ու դրա համար այստեղ պատահաբար չէ մեր ծիածանի գույները, քանի գույն ուներ ծիածանը։ Այդպես է մեր աչքն է աշխատում։ Մենք լույսի մի սպեկտր ընդունում ենք, մի հատ շենց ճառագայթ։ Ինքը գալիս է մեր աչքում մի հատ ապակի կա, իրան կոչվում է ոսպնյակ։ Բեկվում է այդ ապակու միջով եւ բաժանվում 7 ճյուղերի, ու այդպես
կարողանում եք տարբերել միմյանց։ Ականջներով ինչ են կանում եք։ Շատ ճիշտ է։ Մի հետաքրքիր բան ասեմ ձեզ ականջների մասին։ Ուրեմն ականջների ներսում մեր օրգանիզմի ամենափոքրիկ ոսկորը կա։ Իրեն մենք ասում ենք սալիկ։ Ինքը շատ փոքրիկ ոսկոր է, առանց այդ ոսկորի մենք ձայները չենք կարող ընկալել։ Ձայնի ալիքը գալիս է կպնում է ոսկորին, ոսկորը տատանվում է ու մենք դրա հաշվին լսում ենք։ Եղել է չէ, որ դուք մտնեք օրինակ տուն, սենց կամ չգիտեմ ինչ որտեղ շատ համով հոց գաք, շատ համով։ Ու դուք մի անգամից պատկերացեք վայ, այս հոտը օրինակ գալիս էր, երբ որ մայրիկը այս ճաշներ պատրաստել։ Մեր հոտը, մեր հիշողությունը ապահովող կարևոր տարրն է երեխեք։ Ձեզ մի հետաքրքիր բան ասեմ, երբ որ օրինակ ինչ-որ մի նյութ եք կարդում, ու դրա հետ զուգահեռ այդ նյութը կարդում եք ինչ-որ հոտով, երբ որ դուք հետո այդ հոտը զգում եք, այդ նյութը ձեր ուղեղում վերակենդանանում է։ Հոտը և հիշողությունը իրար հետ շատ սերտ փոխկապակցված են, լավ։ Եվ իհարկե լեզուն, այո, գիտեք չէ, լեզուն մի շատ հետաքրքիր ֆենոմեն ունի, լեզվի ծայրով դուք կարող եք զգալ խախտը համը, փորձեք, երբ որ կոնֆետ ուտեք, եւ թե կոնֆետը հպեք ձեր լեզվի ծայրի շատ ավելի հեշտ խախտություն կզգաք։ Հիմքով դառը համը, կողմերով թթու համը, շատ հետաքրքիր է, դա կատարվում է ձեր լեզվի վրա առկա փոքրիկ սնկիկների միջոցով։ Դրանք փոքրիկ գոյացություններ են, իրենք ազդակ են ուղարկում ձեր ուղեղին, ես ինչ ապրեք մարդու։ Եկեք հիշենք միասին, որ երբ որ մենք խոսում ենք արյան մասին, երեխեք, այս արյունը շատ հետաքրքիր է։ Դեպի թոքեր եկող արյունը ինքը շատ աղքատ է թթվածնով։ Դրա համար նայեք ձեր երակներին, իրեն կապույտ գույն ունեն, չէ՞։ Այդ ի շնորհիվ այս արյան, որը թթվածին դեռ չունի, այդ արյան պատճառով ձեր երակներն կապույտ գույնի են։ Երբ որ այս արյունը գնում է դեպի թոքեր, դե թոքերը հիշում ենք, չէ, թթվածին էր բերում։ Այս թթվածինով հագենում էին երակները, ստանում էին թթվածնով հարուստ արյուն և դրա համար այստեղի արյունը ավելի կարմիր գույնի էր լինում։ Ու դրա համար հենց այսպես է, ես նկարագրել եմ ձեզ համար։ Այսինքն եկեք միասին հասկանանք, արյունը մտնում էր թոքեր, հագենում էր թթվածնով, հետո այդ թթվածինը տանում էր օրգաններին, օրգանները թթվածնով հագենում էին, արյան մեջ թթվածինը պակասում էր, չէ՞։ Ու դրա հաշվին ինքը ավելի մթանում էր։ Այս էր այս ամբողջ տրանսպորտի տրամաբանությունը։ Դուք երկրագունդը պատկերացնում եք, չէ՞, ինչքան մեծ է։ Դե հիմա պատկերացրեք, որ ձեր ներսի մազանոթները եթե հանենք ու այսպես երկար շղթա կազմենք իրենցից, իրեն կպտտվեն ու ամբողջ երկրագունդը կփաթաթեն։ Այդքան զարմանահրաշ ու երկար համակարգ ունեք դուք ձեր ներսում։ Շատ կարևոր է երեխեք, որ դուք հոգ տանեք ձեր թագավորության մասին, ուտեք առողջ, սնվեք առողջ, ապահովեք ձեր օրգանիզմը վիտամիններով, աշխատեք ամեն առավոտ ջուր խմել, որպեսզի օգնեք ձեր արյանը հեշտ շրջանառվել։ Ձեր մեջքի համար, ձեր ողնաշարի համար պետք է առավել հարմարավետ տեղեր ընտրեքներու համար, պետք է անընդհատ լվացվեք, որովհետև ձեր մատիկների վրա ապրում են մանրէներ, բակտերիաներ, և եթե դուք չեք լվացվում, դրանք սննդի հետ կարող են անցնել ձեր օրգանիզմ ու վնասել ձեզ։ Իրենք ամենաշատը վախենում են օճառից, դրա համար շատ հաճախ պետք է օճառ կիրառեք։ Եվ իհարկե պետք է շատ հաճախ աշխատեք կրել սպորտային կոշիկներ, աշխատեք շատ սպորտով զբաղվել, որ ձեր մկանները կարողանան ձեր ոսկորների ամուր պահել։ Եվ ինչ է ուզում ասել, շատ շնորհակալություն, որ դուք լսեցիք ինձ, ես հուսով եմ, որ ձեզ ինչ-որ բաներ կարողացա տալ, շնորհակալ հետաքրքիր ինֆոյի համար, չէ՞։ Այո, դե շնորհակալություն հայտնեք։